եթե մենք համեմատենք Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի քաղաքականությունը, Անգլիան գալիս է զորքով։ Սա նշանակում է, որ նրա ամբողջ իշխանությունը տարածաշրջանում հիմնված էր ուժի վրա ու համապատասխան ինքը հարցերը չէր քննարկում։ Ասում էր Աստծո կողմից տրված ուժով զորքով ես որոշում եմ այդպես, ուզում ես ուզի, չի ուզում դուրս արի այդպես։ Սա անգլիական գաղութային քաղաքականության սկզբունքն է, զորքով գալ եւ տարածքը ռազմակալ։ Չի պարզապես թելադրել, բայց նրանք ինչպես էին թելադրում։ Օրինակ մենք միշտ նեհանում ենք, ինչու Արցախը, որը 95%-ով հայ էր բնակչությամբ, տրվեց Ադրբեջանին ու ինքը պնդում էր, ստիպում էր Հայաստանին, ոչ է հրաժարվի, սա պետք է գնա Ադրբեջանին, իսկ Նախիջևանը, որի բնակչությունը մի 60% թաթար էր, հանձնում էր Հայաստանին, որը հսկել դժվար էր։ Ֆրանսիացին ասում էր հակառակը, ֆրանսիացին ասում էր առաջի հերթին ներգրավեք եւ հսկեք այն տարածքները, որտեղ բնակչություն ունեք, որը դուք կարող եք պահել, այնտեղ ուժահացեք, հետո անցեք ուրիշ խնդիրների։ Իսկ անգլիացին արեց շատ բարձ, ուրեմն ինքը ուներ որպես վիճելի տարածք Կարսը, հետո Նախիջևանը, հետո Զանգեզուրը, Սյունիքը, հետո Արցախը։ Ու ինքը աշխարհագրական սկզբունքով ի դեպ նկատեք, եթե միջամտողը կամ այն ուժը, որը գալիս է, իր բոլոր հարցերը լուծում է աշխարհագրական դիրքով, աշխարհագրական սկզբունքով, ուրեմն ինքը հենվում է բանակի ուժի վրա։ Ու ինքը ասեց, որ Կարսը եւ Նախիջևանը գտնվում են արևմուտքում, սա Հայաստանինն է, Զանգեզուրը եւ Արցախը գտնվում են արևելքում, Ադրբեջանինն է, թաթարներինն է, կարևոր չի ով է ապրում, ինչ չի հետաքրում, հայ ապրում, ուրիշ ազգ է ապրում, այդպես են որոշել։ Միայն Զանգեզուրը, Սյունիքը, որը մայիսի 9-ին, երբ որ բրիտանական գեներալ Շատլվորթը 2 զրահամեքենաներով զորքով եկավ Գորիս եւ պահանջեց, որ նրանք ենթարկվեն Բաքվին, շատ հստակ նանոսին տեղական հայկական ազգային խորհուրդը, որ եթե պետք է մենք կկրվենք նաեւ ձեր դեմ, կրվել ենք Թուրքիի դեմ, կկրվենք ցանկացած ուժի բանակի դեմ, ոնց թե բա դուք բրիտանական զորքի դեմ պատերազմ եք սկսում, ասենք անենք։ Ու որ մեզ փորձեց ենթարկել թաթարներին, Բաքվին, ոչ թե Երևանին, ոչ թե Հայաստանին, մենք կրվելու ենք։ Ու ինքը ստepված շուր եկավ գնաց, ուրեմն այդ 4 տարածելի վիճակից 3-ը ճանաչվեց Հայաստան, բայց Արցախը ոչ մենք կարողացանք կրվով պահել, ոչ էլ նրանց Անգլիայի հետ հարաբերությունները սերելով։ Ինքը ստepեց, որ չէ, ահա ձեզ Ադրբեջան, ճիշտ է, այնտեղ պայմանագիր, առանձին մի քիչ պատմելու խնդիր է, եւ պայմանագիր են կնքել ժամանակավոր եւ այլն, ամենայն դեպս Բրիտանիայի քաղաքացիությունը շատ հստակ էր։ Ամիջանում էր, որ չէ, այդ հայտնի պատմությունը, որ Անդրանիկը Զանգեզուրում արդեն հարցերը լուծելուց հետո Սյունիքը Հայաստանին արդեն այսպես Հայաստանի վերահսկողության տակ բերելուց հետո շարժվում է դեպի Արցախ եւ Արցախում կանգնեցվում է բրիտանական հրամանատարության կողմից եւ շատ ես օրինակ շատ եմ լսել կենցաղային նաեւ խոսակցության մեջ, որ մեղադրում են Անդրանիկին, ասում են, այ եթե ինքը շարժվեր, եթե ինքը գրավեր Արցախը, ուրիշ ձևի կզարգանար պատմությունը, ի՞նչն էր այնտեղ խնդիրը, ինչու Անդրանիկը կանգնեց բրիտանացիների պահանջից։ Կա երկու հանգամանք, որը մենք սովորաբար կամ չենք նշում, կամ հաշվի չենք առնում։ Երբ որ Անդրանիկը իր չոկատով եւ 46 կամ 47,000 գաղթականով դուրս եկավ Զանգեզուրից, որտեղ ուտեստի վիճակը ցանր էր, իսկ գաղթականներին կերակրել էր պետք, իսկ 20 նոյեմբերի երկրորդ կեսն էր ցուրտ է եւ դու չես կարող պարզապես դաշտերից ինչ-որ լրացուցիչ ուտելիք հավաքել։ Նրանք կանգնացրին տեղ մի քանի վարկած կա, նույնիսկ նրա օրացույցում, նրա գրած օրացույցում նոտերում կա, որ նշվում է կամ տեղ գյուղը, որը այս կողմի վրա է, չէ, Զանգեզուրում։ Ու նրան ասին, որ գիտես, եթե դու գնաս Շուշի առաջինը, այնտեղ դրած էր Օսմանյան զորքը։ Օսմանյան զորքը դուրս եկավ միայն դեկտեմբերի 12-ին, այսինքն 2 շաբաթ հետո։ Ուրեմն նա պետք է բերեր իր չոկատը Շուշի գաղթականներով, որոնք խոցելի էին, եւ հերիք է Օսմանյան բանակը զորքը դուրս գալ Շուշիին եւ հարձակվեր, եթե զինվորները քիչ թե շատ իրենց պաշտպանելու հնարավորություն ունեին, գաղթականները դառնում են խոցելի։ Սա մեկ։ Ուրեմն ինքը պետք է 2 շաբաթ սպասեր Շուշիի պատերի տակ,
մինչև Օսմանյան զորքը դուրս գա ու դուրս գա առանց էլ հետ շփվելու, որովհետև այդ հերագրում, որը մեր արխիվում կա, պահված է եւ իսկականն է, ոչ թե պատճենը, այնտեղ շատ հստակ գրվեց Շատլվորթի կողմից, որ եթե լինի որևէ բախում Օսմանյան զորքի հետ, մեհավորը կճանաչենք ձեզ։ Եվ ավելացվեց, որ մենք կդնենք ձեր ճակատը գնդացելների տակ, մենք կհարձակվենք ձեզ վրա, կպատժենք ձեզ վրա, եթե լինի որևէ բախում, որտեղ մենք ունենք պայմանավորվածություն, որ Օսմանյան զորքը դուրս է գալիս առանց որևէ լրացուցիչ դժվարությունների։ Դրա համար ինքը միանգամից չի, իդեպ մեր կառավարությունից ինքը հստակ հրաման չուներ ու չէր կարողանում կապվել ու ստանալ հստակ եւ վստահելի հրաման, ինչ պետք է անի։ Դրա համար այդ մարդը հասկանալով, որ իրոք եւ նաեւ կա երրորդ հանգամանք, նրանք ասեցին, որ գաղթականների համար գումարը կտա անգլիական հրամանատարությունը եւ իրոք այդ 4 հոկանոց խումբը, որ եկել է նրա մոտ տողգյուղը, բերեց առաջի մի 15000 ոսկով, որը գաղթականների համար ամենայն դեպս գումար է։ Այդպես որ իհարկե ափսոս է, որ չի արեց, գուցե եթե ինքը իմանար ամենայն դեպս ապագա աներ, այո, բայց իհարկե բաներից մեկն է, սխալներից մեկն է, որ միշտ ոչ մասնագետը բախվում է, երբ որ մենք պատմությանը նայում ենք հետահայաց հայացքով։ Իհարկե, եւ դու գիտես։ Դու գիտես ինչով է ավարտվել։ Երբ որ դու գիտես պատմությունը ինչով է ավարտվել, շատ հեշտ է դատել անցյալը, որը իհարկե այդ մարդիկ, ովքեր ապրում էին այդ ժամանակ, չգիտեին դրա մասին։